Չեղյալ հայտարարված թռիչք, կորցրած արձակուրդ ու փող։ Հազարավոր ուղևորներ հայտնվում են այս վիճակում, սակայն ոչ բոլորը գիտեն, որ նման դեպքերում կան կանոններ, որոնք կարող են պաշտպանել ուղևորի շահերը։ Վերջերս հայ ուղևորներից մեկը դատարանում ապացուցել է, ավիաընկերությունը պարտավոր է ոչ միայն վերադարձնել չգործածված տոմսի փողը, այլև փոխհատուցել չեղյալ հայտարարված թռիչքի հետևանքով պատճառված վնասը։ Ինչ իրավունքներ ունի ուղևորը եւ ինչպես կարելի է պահանջել փոխհատուցում։ Եվրոպական գրանցում ունեցող ավիաընկերություններն ունեն հստակ կանոնակարգ։ Եթե թռիչքը հետաձգվում է, ուղևորին պետք է տրամադրի սննդի եւ ջրի վաուչերներ, կապի միջոց, գիշերակաց եւ նոր տոմս, եթե թռիչքը չեղյալ է հայտարարվել։ Եվրոպական կանոնակարգով նախատեսված է, որ ըստ հեռավորության 250-400 կամ 600 եվրո ամեն յուրաքանչյուր ուղևորին փոխհատուցելու պարտականությունը ավիաընկերության կողմից, եվրոպականի մասն է խոսքը, սակայն որոշ շուկաներում եւ նաեւ հայկական շուկայում ավիաընկերությունները միշտ փորձում են ամեն կերպ մանևրել, խուսափել։ Ավիաընկերությունը պարտավոր է եվրոպական կանոնակարգով եւ եվրոպական դատական նախադեպով իր վրա վերցնել հյուրանոցային ծախսերը, վճարել այսինքն այլընտրանքային չվերթը, սնունդը ուղևորի համար։ Եթե թռիչքը հետաձգվում է երկար ժամանակով կամ վերջին պահին չեղյալ է հայտարարվում, ուղևորն իրավունք ունի պահանջել փոխհատուցում։ Չափը որոշվում է ըստ թռիչքի հեռավորության եւ ուշացման ժամերի։ Մինչև 1500 կիլոմետրը 250 եվրո, մինչև 1500-ից 3500 կիլոմետրը 400 եվրո, 3500 կիլոմետրից ավելի 600 եվրո։ Սակայն միշտ չէ, որ ուղևորները կարողանում են ստանալ իրենց փոխհատուցումը։ Դիմում են այնպիսի կազմակերպությունների, որոնք կկարողանան պաշտպանել իրենց իրավունքները։ Վաներ Հարությունյանի խոսքով դատական գործընթացներ են նախաձեռնել ուղևորի իրավունքը վերականգնելու համար, սակայն բաց թողումը մեր երկրի օրենսդրական օղակում է։ Երևան, Միլան, եվրոպական ավիաընկերությունը թռիչք է կատարում 3 ժամ եւ ավել ավիաընկերության մեղքով խափանում է տեղի ունենում, պարտավոր է վճարել ըստ եվրոպական կանոնակարգի։ Հայկական գրանցման ավիաընկերությունը նույն ուղղությունը անելով, կատարելով եւ ունենալով 3 ժամ եւ ավել Երևանից դեպի Միլան կատարվող չվերթի խափանում Հայաստանի օրենսդրությամբ պարտավոր չէ, քանի որ Հայաստանը դեռևս կիրառում է 2006 թվականի ավիացիայի մասին օրենքը, հնացած օրենքը։ Շատ հաճախ ավիաընկերություններն օգտվում են օրենսդրական հենց այս բաց թողումից ու հրաժարվում են փոխհատուցել ուղևորին հետաձգված կամ չեղյալ հայտարարված թռիչքի համար։ Շատ կնճռոտ դատական գործ Տրանսավիայի դեմ Փարիզի Ֆրանսիայի արտադրության համակարգում է գտնվում, քանի որ դանդաղ է դատական գործընթաց գնում, բայց արդեն սպասում ենք, որպեսզի շուտով կայանա դատական ակտը։ Պետությունը որպես այդպեսին չի կարող ստորադասել ուղևորի իրավունքները, տալով գերադասություն ինչ որ մի ավիաընկերության կամ ավիաընկերությունների կամ բիզնեսների կորպորատիվ շահերին։ Ենթադրում եմ, որ դա արդեն մտածելու տեղիք է տալիս։ Իսկ Wizz Air-ի այս տարվա Երևան-Պրահա եւ Պրահա-Երևան թռիչքների չեղյալ հայտարարումն ու դրա շուրջ աղմուկը դեռևս չի հանդարտվել։ Ավիաընկերությունը հենց այս թռիչքի համար հրաժարվում է փոխհատուցել։ Որն է պատճառն ու ինչ է պետք անել։ Եղանակային պայմաններ են եղել, բայց որը խափում է։ Մենք չենք հավատում, ուղևորների կողմից այդ չեղարկման կամ ուշացման արդյունքում առաջացած բոլոր ծախսերը, սնունդ, տաքսի, հյուրանոց, այլընտրանքային չվերթ պետք է անկախ նրանից թե ավիաընկերության մեղքով է եղել թե ոչ այդ խափանումը, Wizz Air-ը, կլինի թե Wizz Air-ը, թե այլ եվրոպական ավիաընկերություն պարտավոր է փոխհատուցել, պահպանեն միշտ իրենց բոլոր նստեցման կտրոնները QR կոդով գոյություն ունեցող տպած կամ էլեկտրոնայինները, որովհետև դատական նախադեպում եւ այլն ընդհանրապես ավիաընկերությունները ամեն ինչ կատարում են, որպեսզի չփոխհատուցեն։ Ասում են ուղևորը գնել է տոմսը, բայց կարող է հետո վերադարձրել է ավիաընկերությանը, ցույց տվեք ապացույց, որ օգտագործել է ուղևորը։ Ավիաընկերությունների հետ վեճերում լռությունը լուծում չէ։ Մասնագետները հիշեցնում են, յուրաքանչյուր չեղյալ հայտարարված թռիչքն ունի իրավական հետևանքներ եւ ուղևորն իրավունք ունի պահանջել ոչ միայն տոմսի փողի վերադարձ, այլև փոխհատուցում։ Հիմա արդեն հարցը ոչ թե բախտն է, այլ իրազեկված լինելը։ Գառնի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։